Սեզոնային ձնհալի հետևանքով Լոռու ջրառատ գետերում հոսքը ավելանում է, երբեմն նույնիսկ այնքան վարարում, որ հանգեցնում է փլուզումների ու հեղեղումների։ Վանաձորի բնակիչ Արմեն Ագավետիսյանը հիշում է, վարարումները տանձուտի այս հատվածում անգամ կամուրջն էին ծածկել։ Մի տարի եղավ, որ այս կամուրջի վրայով ջուրը գնում էր, այնքան հունը կեղտոտ էր, բարձր էր։ Մաքրեցին, միջև անգամ երևում է խողովակի վրա, որ դեռ են կեղտը մնացել է։ Ես հիշում եմ տարիներ առաջ ինչ-որ մի հատ փոքր ցեպավոր տրակտոր բերեցին մտցրին, վիրևից ներքև մի հատ քշեցին, գնացին, ես հետ եմ տեսել ես 65 տարվա ընթացքում։ Երկրորդը սա է։ Տարիներ շարունակ բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքի, կենցաղային ու շինարարական թափոններով, գետերի աղտոտման, ինչպես նաև բնական ճանապարհով բերուկների ու տիղմերի կուտակման հետևանքով ստեղծվել էր մի իրավիճակ, որը հղի էր ջրի մակարդակի բարձրացման լուրջ վտանգով։ 2024 թվականի Դեբետ գետի աղետալի դեպքերից հետո հեղեղումների վտանգի կանխարգելման նպատակով քայլեր են ձեռնարկվել։ Այս տարվա մարտ ամսվա սկզբից իրականացվում են Լոռու մարզի տարածքով անցնող Տանձուտ, Փամբակ, Ձորագետ եւ Դեբետ գետերի հուների մաքրման լայնածավալ աշխատանքներ։ Լոռու մարզպետարանը ջրային կոմիտեի նախագահին ներկայացրեց խնդիրը Արաբաս Ղալամքարյանին եւ սկսեցինք ուսումնասիրություններ կատարել եւ ուրախ եմ, որ ծրագիրը մեկնարկել է ջրային կոմիտեի պատվերով եւ առիթից օգտվելով էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ղալամքարյանի եւ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդասյանին։ Ինչպես գիտեք, մոտ 40 տարի առաջ է մաքրվել Տանձուտ գետի հունը խորհրդային տարիներին։ Հուների մաքրումը հնարավորություն է տալիս նաև հունը իջեցնել, հնարավոր պոտենցիալ վտանգներից խուսափելու եւս մեկ գործիք է, այսպես ասած, բայց միևնույն ժամանակ սա նաև էկոլոգիական նշանակություն ունի քաղաքի համար, տեսնում եք ինչ վիճակ է։ Մարզի ղեկավարի խոսքով այս նպատակով շուրջ 293 միլիոն դրամ է հատկացվել։ Ներգրավվել են աննախադեպ ծավալների տեխնիկա եւ մարդկային ուժ։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակայության Մելորացիա Փակ բաժնետիրական ընկերության կողմից։ Վանաձոր համայնքով անցնող Տանձուտ գետը ընտրվել է 5.2 կիլոմետր հատված։ Այդտեղ ավելի քան 85%-ով աշխատանքներն արդեն իսկ ավարտված են։ Դեբետ եւ Փամբակ գետերի մասով կարող ենք արձանագրել, որ աշխատանքներն արդեն իսկ ամբողջությամբ ավարտված են։ Կրկին իրականացրել ենք հունի մաքրման եւ խոշորաբեկոր քարերով ապապաշտպանի ստեղծման աշխատանքներ։ Ձորագետի հատվածում դեռևս աշխատանքներն իրականացվում են։ Ունենք 20-ից ավելի տեխնիկաներ, 20-ից ավելի միավոր տեխնիկաներ, թրթուրավոր ունենք, անվավոր ունենք բուլդոզեր տեսակի տեխնիկաներ, որոնք որ էքսկավատորների աշխատանքից հետո ամբողջ գետի հատակը հարթեցնում են։ Էքսկավատորներով էլ այդ ամբողջ աղբը մենք հանում ենք դուրս, ինչը որ կա տեղափոխություն են կատարում 6-ից ավել մեքենաներով, 20 տոննայից ավել տարողունակություն ունեցող մեքենաներով։ Ունենք մի քանի տեսակի եւս մանր տեխնիկաներ, որոնք որ խնդրահարույց հատվածներ են լինում, որ մեծ տեխնիկաները տեղ ընդհանրապես չեն կարողանում աշխատել, այսինքն GCB տեսակի տեխնիկաներով ենք բարձում եւ տեղափոխում իրականացնում։ Հատված կար, որ համեմատաբար, սենց ասեմ ձեզ, բնակիչները ավելի բարեխիղճ էին գտնվել գետի հանդեպ եւ շատ չէին աղտոտել, բայց հատված կար, որ չգիտեմ, 6 միավոր տեխնիկայով 2 օրում նոր կարողացել եմ այդ 200 մետրը առաջ անցնեմ։ Այսինքն լցված այլ է ամբողջությամբ աղբով։ Փարկասու տեսնում եք ինչքան հաճելի մաքրել են գեղեցկություն, լրիվ են աղբի մաքրվել է այստեղից, այն տհաճ հոտերը որ գալիս էր, տլա հոտը կներեկի հարկի որ ձև եմ արտահայտում, այդ հոտերը էլ արդեն չկան, շատ բարի գործ են անում մարդիկ։ Շնորհակալություն անողներից։ Գետերի հուների մաքրման աշխատանքներից զատ իրականացվում են նաև հատակի հարթեցման եւ ափամերձ հատվածների ամրացման աշխատանքներ։ Իր խոսքում նշեց Մելորացիա Փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենը։ Մացառներն ու խանգարող որոշ ծառեր եւս մաքրվում են։ Իրականացնենք առանձին հատվածներում ափերի առանցման աշխատանքներ, այսինքն խոշորաբեկոր այն քարեզը, որոնք իրենց արդեն իսկ ներկայացնում են հունք որպես ափերի ամրացման համար, իրականացնող նշված աշխատանքները դրանք էապես կնվազեցնեն հնարավոր հեղեղումների վտանգը, ապահովելով ջրի ավելի անվտանգ եւ ազատ հոսք։
Գետերի հուների մաքրման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև մարտ ամսվա վերջ, որոշ տեղերում մինչև ապրիլ ամսվա սկիզբ։ Բոլոր կողմերի հորդորն ու խնդրանքը բնակչությանը եղել եւ մնում է նույնը՝ արժևորել եւ պահպանել բնության թանկագին ռեսուրսը՝ ջուրը, չախտոտել գետերը եւ չվնասել շրջակա միջավայրը։ Հերմինե Յավրյան, Հայկ Վարդանյան, թղթապանակ։